Կյանք և արվեստ, երկու իրողություն, որ համատեղվում են արվեստագետ մարդու կյանքում և ապրում այնտեղ կողք կողքի։ Հենց կյանքից է ծնվում արվեստը, և արվեստն է, որ առանձնահատուկ իմաստ ու զգացողություն է տալիս մեր կյանքին, լցնելով այն կենդանի թրթիռներով, որոնք մշտապես ուղեկցում են մեզ և աշխարհը դարձնում ավելի գեղեցիկ, լուսավոր ու բարի։ Դեռ այն մանկապարտեզի ժամանակաշրջանից հիշում եմ, որ հետարքիր պլաստիլինից բաներ էի պատրաստում ու մեր դաստիարակչուհին մամայիս միշտ ասում էր, որ ինչ-որ բան կա իր մեջ, հետևեք իրան, ինքը հետարքիր կարող է դեպի արվեստի կողմը ինչ-որ ուղղվածություն ունենա, այդ հիշում եմ այդ ժամանակաշրջանը և այտենց հետո անցան տարիներ, սկսեցի նկարչությամբ զբաղվել, ծնողներս Էջմիածնում բացվեց նկարչական դպրոց 70-ական թվականներին, ես հաճախեցի Էջմիածնի Եղեշեթ Հաթևոսյանի անվան նկարչական դպրոցը և դարձա առաջի սաներից մեկը, որ ավարտեց նկարչական դպրոցը։ Նկարչությունը այդ մի հատ հեքիաթային աշխարհ է, որտեղ սենց որ մտնում ես, քեզ գրավում է համ գույները, համ մտածելակերպը, համ միջավայրը, ամեն ինչը, ու ոնց որ ընկնես մի հեքիաթի մեջ, այդ տարիներին դա 70-74-ական թվականներն էր, ու տենց զբաղվեցի, սիրեցի այդ աշխատանքը ու նվիրեցի ինձ այդ աշխատանքին, որից հետո ավարտելուց հետո փորձեցի շարունակեմ ուսումս։ Իմ համար նկարչությունը ոնց որ խաղ լինի կտավի ներկերի հետ, շատ հետարքիր է, որովհետև անընդհատ երբ որ ստեղծագործում ես, նկարում ես, հիմա ես զգում եմ, որ այն տարիները, որ նկարել եմ, հասել եմ միջև, այսինքն այս ժամանակաշրջանը իմ համար տենց հեքիաթի նման մի պատմություն է, մի զբաղմունք է եղել, պայքար ներկի, կտավի, թղթի, մատիտի, չգիտեմ սենց, ու լավ է եղել, վատ է եղել, չգիտեմ ինչ է, ինչքան հնարավորություններս կարողացել եմ օգտագործել եմ և հոգեպես հանգստացել եմ, բավարարված եմ զգացել, որովհետև իմ երազանքը ոչ թե փողոցն էր, փողոցային չգիտեմ ինչը, զուրկ եմ մնացի, ասենք որոշ առումներով, ու իմ ամբողջ ազատ ժամանակահատվածը նվիրել եմ, ասենք, կարդալուն, ուսումնասիրելուն և նկարելուն։ Նկարելը իմ համար մեծ սենց աստվածային ինչ-որ մի բան էր, որ չեմ կարող հիմա բացատրեմ, թե ինչ էր դա, ստեղծագործում եմ, նկարում եմ, վայելում եմ, ինչ հնարավոր է։ Երբ որ ընդունվեցի Գեղարվեստաթատերական ինստիտուտը, դիզայնի բաժինը, սովորեցի, ավարտեցի, դե պետք է շարունակություն ունենա դա, եթե չես շարունակում, նշանակում է սպառվում ես կամ ոչինչ անում ես, չգիտեմ։ Ես սիրեցի մասնագիտությունը, ծառայեցի սովետական բանակում, հետ վերադարձա ու շատ էի ուզում շուտ վերադառնամ, որովհետև պետք է շարունակություն ունենար։ Կրթությունը ստացել ես, պետք է այբուբենը սովորել ես, պետք է կարողանաս ստեղծագործես։ Սկզբից ավելի հոգի հարազատ էր, պլակատներով էին ներկայանում, բայց հետո քիչ-քիչ ասենք գեղանկարչություն, գրաֆիկա եւ այլն,
ու այս տարիների ընթացքում կամաց ռեալիստական նկարչությունը, այն ինչ որ սովորում ես, դե ասեցի, Այբուբենը, եթե գիտես, պետք է ստեղծագործես, մի բան անես։ Ու այդ ռեալիստական նկարչությունը կամաց, երբ որ արդեն սահմանները բացվեց, դարանք արդեն առանցին հանրապետություն, ազատ մտածելակերպ, տեսողական, չգիտեմ, գրքային կամ հեռուստատեսային ինչ որ բաները, որ արդեն նայում ես, որովհետև շատ դժվար էր այդ տարիներին, ասենք, եվրոպական նկարչության օրիգինալ ստեղծագործություններ տենալը։ Կամաց տարավ այն բանին, որ նկարչությունն էլ ինքն էլ իմ մոտ փոխվեց, եկավ մի պահ, որ ասենք ավելի վերացական նկարչության գնացի, ու հետո ավելի ֆիգուրատիվ նկարչության, հիմա լրիվ այլ ոճի մեջ եմ։ Դա աշխատանքի process-ը, նկարչությունը իմ համար, ինքը ոնց որ քո համար սենց գետի նման տանում է ինչ-որ մի ուղղությամբ, դու պետք է աշխատես այդ հոսքի հետ, ես տենց եմ ոնց որ թե մտածում, այդ հոսքի հետ կարողանաս առաջ գնաս ու ստեղծագործես ավելի հոգեհարազատ ստեղծագործություններ ստեղծես։ Նկարիչի համար շատ ծանր վիճակ է, երբ որ դու անընդհատ արվեստի մեջ ես, այսինքն ծանր են առումով, որ եթե ունես ընտանիք, երեխաներ, թոռնիկներ, պետք է կողքից ինչ-որ կամ բիզնես ունենաս, կամ ինչ-որ եկամտի աղբյուր ունենաս, կամ քո ստեղծագործությունները այնպիսի գներով վաճառվի, որ դու կարողանաս այդ մինիմում պահանջները բավարարես։ Ես դեռ այն խավար, այն մութ ու լույս տարիներին, ոնց որ ասած, ընկերներիցս մեկը ինձ օգնեց, ինչ-որ բիզնեսային գործունեությամբ զբաղվեցի, կարեցա հաղթահարեմ այդ շրջանը, որից հետո զուգահեռ փորձում էի ամել նկարել, բայց չէր ստացվում, եթե անկեղծորեն ասեմ, որովհետև եթե բիզնեսի մեջ ես, պետք է անընդհատ, ոնց որ ասած, դրա մեջ մնաս, ու եկավ այդ պահը, որ կամաց տղաս մեծացավ, ու ես հիմա ավելի շատ ազատ ժամանակ եմ ունենում ստեղծագործելու։ Եթե դու եկամտի աղբյուր չունեցար, նկարչությամբ շատ դժվար է, ամեն մի նկարիչի բախչի վիճակվի, իր ստեղծագործությունները վաճառելով կարողանա այսօրվա վիճակը հաղթահարի։ Եթե ունես ընտրած մասնագիտություն, երազանքը, որպեսզի իրականանա, պետք է միշտ ստեղծագործես։ Եվ ափսոսում եմ ես օրինակ այն ժամանակահատվածը, որ ինչ-որ ուրիշ բանի վրա եմ ծախսում, որովհետև իմ համար հաճելի է, երբ որ մտնում եմ արվեստանոց, սպիտակ, ասենք, կտավը, երբ որ տեսնում եմ մոլբերտի վրա դրած, պետք է անպայման փորձեմ հաղթահարեմ ու այն զգացմունքները, որ ունեմ, կտավի հետ կռիվ տալով ստեղծեմ այն ստեղծագործությունը, որը կստացվի, ես չգիտեմ, լավ կստացվի թե վատ, անընդհատ պայքարի մեջ եմ, ներգերի, կտավի, վրձինի ու ստեղծագործության թեմայի առումով այդ վիճակների մեջ եմ, որը իմ համար շատ ընդունելի եւ լավ զբաղմունք է, հոգեհարազատ զբաղմունք է, դրանից այն կողմ ոնց որ ասած, ես չգիտեմ, ինչով զբաղվես, որ կարողանաս հոգեվիճակդ կարգավորես։ Ծառերը ծնվում են հանկարծ։ Տաք ու ջերմ բնության գրկում։ Ծառերը մեռնում են կանգնած, անտառն է միայն արտասվում, իսկ կյանքը ծորում է հանդարտ, երբեմն անկիրք ու դժգույն, ու ասես աշխարհը անդարդ քնել է մի մութ փուճախում, բայց մեկ էլ իր քնից ահա զարթնում է ու գույն է սփռում, նույն ինքը բնություն արքան, եւ շուրջը
լույսեր է վառում եւ շուրջը հույսեր է վառում, գեղեցիկ, զորեղ ու բարի, ու կյանքի թրթիրն է հառնում հոգում հին ու ծեր աշխարհի։ Երբ որ ես, ասենք, շատ թանգարաններում եմ լինում, տարբեր հեղինակների ստեղծագործություններ եմ տեսնում, շատ ոգևորվում եմ ու իմ համար մեծ էներգետիկ, ոնց որ ասած, դաշտից լցում է այն ստեղծագործություններով, որոնք ինձ ավելի հոգեհարազատ են, ես փորձում եմ ստեղծագործեմ, փորձում եմ այդ աշխատանքը կատարեմ ի սրտե, ոչ թե նկարեմ քանակ ունենալու համար, նկարեմ չգիտեմ ուրիշի համար, այլ ես նկարում եմ միայն իմ համար, իմ ներքինով ու հաշվի առնում եմ ընկերներիս, արվեստաբանների, մարդկանց կարծիքը, բայց անում եմ այն, ինչ որ ես եմ զգում, ինչ որ հոգիս թելադրում է, այն էներգետիկ դաշտը, որ ստանում եմ այս Սուրբ հողի վրա, Սուրբ քաղաքում, արտահայտում եմ իմ ստեղծագործությունների մեջ։ Իմ համար շատ էականը արդեն ասեցի, որ դու հոգեպես կարում ես հանգստանաս, ստեղծագործությունդ լավ կլինի, վատ կլինի, դրանով, ասենք, բավարարված ես զգում, բայց երբ որ ստեղծագործությունդ ցուցադրում ես արդեն, դա մի քիչ ավելի լուրջ պատասխանատվություն է, եթե անհատական ցուցահանդես ես անում կամ խմբակային ցուցահանդես, ես միշտ մտածում եմ, որ կամ ասենք ստեղծագործություն ուզում ես նվիրես ինչ-որ մեկին։ Ես նկատել եմ կամ զգացել եմ, կամ գործի բերումով տեսնում եմ, որ պետք չի երբեք վատ ստեղծագործություն նվիրել, վատ ստեղծագործություն ցուցադրել, որովհետև ցուցահանդեսների ժամանակ, երբ որ ստեղծագործությունը կախվում է ուրիշ մի հեղինակի կողքին, ես անմիջապես իմ մեջ անալիզ եմ անում, տեսնում եմ իմ ուժեղ ու թույլ կողմերը, համեմատվում եմ, ասենք, մյուսների հետ, փորձում եմ լավ ներկայանամ, ճիշտ ներկայանամ, որպեսզի հանդիսատեսը ինքը ինչ-որ մի բան քաղի կամ այն էներգետիկան, որ ես, ասենք, իմ ստեղծագործության մեջ դրել եմ, գոնե մի դրական բան ինքը ստանա իմ ստեղծագործությունից։ Ես չունեմ վառ-գույներով ստեղծագործություններ։ Իմ կոլորիտը մի փոքր այլ կոլորիտներ են, մեղմ, հանգիստ, ունեմ սպիտակ նկարների շարք, ունեմ մեղմ սերիների շարք, կարծում եմ մի փոքր բուժող ես նույնիսկ կարամ ասեմ, ինտերիերում, երբ որ նկարներս կախվում է, ինքը կարծես թե մի փոքր ում տարածքում կամ ում բնակարանում, որ կախվում է ստեղծագործությունը, մի փոքր հոգեպես հանգստացնում է, կարծում եմ, այն անձնավորությանը, ով ձեռք է բերել կամ ունի իմ ստեղծագործություններից, որովհետև այսօրվա այս առօրյա այս վիճակների մեջ լարված այդ ակտիվ գույներից, չգիտեմ ինչից, կարող է դու մի փոքր ավելի տրամադրվես դեպի բացական լիցքեր ստանաս, իսկ ես կարծում եմ, որ այդ հանգիստ կոլորիտով նկարները ավելի հանգստացնող են եւ նմանատիպ ինչ-որ խաղաղություն, հանգստացնող էներգետիկա կա իմ նկարչության մեջ, կարող է եւ գույն չկա, բայց հանգստացնող ավելի շատ։ Եթե քեզ ի վերուստ շնորհք է տրված Տիրոջ կողմից ստեղծագործելու, զգալու, տեսնելու, արտահայտելու, պիտի փորձես օգտակար լինես, անես այն, ինչ որ
քեզա տրված։ Անկախ նրանից ես ասենք ուշ ժամերել եմ ստեղծագործում, հիմնական ստեղծագործություններս անում եմ ուշ ժամերի, որովհետև խանգարող ոչ մի բան չի լինում, հեռախոս չկա, հեռուստատեսություն չեմ նայում, ավելի շատ շփվում եմ մշակութային գրականության հետ եւ անում եմ այն, ինչ որ ինձ տրված է։ Ես չեմ ուզում համեմատեմ ուրիշները ինչ ասեցին, ինչ չասեցին, ես այս միջավայրում ինձ ավելի լավ ու հարազատ եմ զգում։ Միշտ սովորելու բան ունես։ Տարիների ընթացքում, եթե մի ժամանակ նկարում էինք, ասենք ջրաներկով կամ գուաշով, հետո անցանք յուղաներկի, հիմա ասենք նոր նյութեր են ի հայտ եկել ակրիլներով, ես հիմա ակրիլով եմ աշխատում։ Ամեն մի նյութ ոնց որ ինքը թելադրի, թե ինչ է պետք անել, ինչ տեխնիկայով ստեղծագործել, եւ ես չեմ փոշմանում, որ ավարտել եմ դիզայնի բաժինը, որովհետև իմ կարծիքով դիզայները ավելի շատ ես դու ազատության մեջ, քան ասենք գեղանկարիչը։ Մենք շատ տեխնիկաներ ենք սովորել ուսանողական տարիներին եւ ես հիմա փորձում եմ այն ինչ որ այդ տարիներին ուսումնասիրել եմ կամ փորձել եմ, այդ տեխնիկան հիմա շատ անհրաժեշտ եմ զգում այսօրվա վիճակով իմ ստեղծագործությունների մեջ օգտագործել եմ։ Կարդոնի կտորներ եմ օգտագործում, թղթերի կտորներ, կտավի կտորներ, մետաղի կտորներ, չգիտես ինչեր։ Մի խոսքով իմ արվեստանոցում կարող եմ ասել թափոնային ոչ մի բան չկա։ Ամեն ինչը օգտագործում եմ, որովհետև դա գալիս է կրթությունից եւ այդ նյութերը օգտագործելով կարող ես ստեղծագործել այնպիսի ստեղծագործություն, որ կարա լինի, ասենք, մի քիչ այնց գլուխ գովալու բան չլինի, կարա լինի շեդևր, կարա լինի աղբ, ես փորձում եմ ամեն ինչը օգտագործեմ, թող հետագան կամ հանդիսատեսը որոշի լավ է ստացվի, թե վատ։ Ես հիմա արդեն համոզում եմ, որ այն ժամանակահատվածը, որ ասենք միջև հիմա ես օգտագործել եմ, ինչի եմ հասել կամ ինչ որ մի բանի հասել եմ, հաստատ համոզված եմ, որ ժամանակը չի բավարարելու անես այն, ինչ որ անհրաժեշտ է։ Այդ արդեն երևի կմնա, չգիտեմ, տարբեր փոխարինող սերունդի կամ չգիտեմ ոնց ասեմ, որ ճիշտ լինի, որովհետև ինչքան էլ միշտ սովորում ես, ես հիմա նույնիսկ այս տարիքում արդեն էլի սովորում եմ ամեն օր մի նյութ, ասենք սեղանին մի նյութ կամ փողոցում մի նյութ տեսնում եմ, օգտագործում եմ։ Մի օրինակ կարամ բերեմ, ընդամենը այս ամառը, երբ որ Էջմիածին քաղաքը սիմպոզիում էր անում, մենք Օհանավանքում մի միջոցառում արեցինք, եկեղեցու տարածքում լիքը կոտրված ապակիներ կար, թափված, շշերի ապակիների մի խոսքով կտորներ էին, ես սկսեցի դրանք հավաքել, գյուղացիներից մեկը մի հատ տարիքով կիներ մոտեցավ, ասում է, ինչ ես անում, թանկարժեք բան ես հավաքում, ասի, հա, իհարկե թանկարժեք բան եմ հավաքում, ես նախ տարածքը մաքրեցի այդ կեղտոտ ապակիներից, հետո վերցրեցի կտավը, ներգը քսեցի ու ապակիներով սկսեցի մոզաիկայի նման հավաքեմ այն սիմվոլիկ ծառը, որ որպես խորհրդանիշ է իմ արվեստում, իմ նկարչության մեջ, հավաքեցի, վերջացրեցի, հետո այդ կինը, որ ասենք նստած էր իր պոպոքի ծառի տակ, որ այնտեղ չմոտենան պոպոք հավաքեն բան, վերջում բերեցի իրան ցույց տվեցի, ինքն էլ շատ զարմացավ։ Ուզում եմ ասել, որ ինչքան էլ սովորես, ինչ նյութել, ամեն մի նյութով, չգիտեմ Դելակրուան թե ով է ասել, որ ինձ կեղտել տակ, ես մի շեդևր կստեղծեմ այդ կեղտով ու իրոք
ամեն մինուտով կարելի է մի ստեղծագործություն ստեղծել, որը հանգիստ կարող կախվի, ասենք, որևէ մի թանգարանում կամ թեկուզ գյուղարվեստանոցում։ Ես երջանիկ եմ, որ ընտրել եմ այս մասնագիտությունը, գոհ եմ, որ նկարում եմ ամբողջ օրը, ուղղակի չգիտեմ, այն երազանքները, որ ունեմ, կհաջողվի վերջնական իրականացնեմ, թե ոչ։